Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Առաջին հեռախոսազրույցը ընտրություններից հետո ինչու են Երևանն ու Մոսկվան Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ տարբեր շեշտադրումներ կատարել։ Ռուսական կողմը ոչնչացրել է հայկական ծագմամբ վարդերի խոշոր խմբաքանակ։ Ինչ է տալիս Հայաստանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը։ Ինչ կերպ է Wildberries-ի պահեստների վրա հարձակումն ազդել հայկական բիզնեսի վրա։ Խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Պաշտոնական Երևանի եւ Մոսկվայի հաղորդագրությունները տարբեր շեշտադրումներ ունեն։ Ըստ պաշտոնական Երևանի կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին եւ Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Նախընտրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Կրեմլի փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Ըստ հայկական կողմի Փաշինյանն ասել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Հայաստանի կողմից անդամակցության հարցով Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Ռուսական սահմանափակումները շարունակվում են։ Ռոսելխոզնաձորը հայտարարել է, թե կասեցրել է Բելարուսի տարածքով կեղծ փաստաթղթերի միջոցով դեպի Ռուսաստան ավելի քան 39,000 հայկական վարդերի ներմուծումը։ Ռոսելխոզնաձորը տեղեկացնում է, որ ոչնչացվել է հայկական ծագմամբ թարմ կտրված վարդերի խոշոր խմբաքանակ։ Այս միջոցը կիրառվել է Ռուսաստանի տարածք կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության հուլիսի 19-ին 39,200 ծաղկի խմբաքանակ տեղափոխող մեքենան զննության է ենթարկվել Սլոմենսկի մաքսային կետում, վարորդը Բելարուսի քաղաքացի է եղել։ Ուղեկցող փաստաթղթերում փոխադրողի կողմից բեռը հայտարարագրվել է որպես զովացուցիչ ըմպելիք։ Բեռնախցիկի զննության ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար բացակայել են բուսասանիտարական եւ ապրանքաուղեկցող փաստաթղթերը։ Պահպանված մակնշման պիտակների հատվածներում նշված է եղել դրանց հայկական ծագումը։ Տնտեսական առումով Հայաստանի վրա ինչ կերպ են անդրադառնում ռուսական սահմանափակումները։ Տնտեսական այս լծակը ռուսական կողմը դեռ որքան է օգտագործելու եւ ինչ այլընտրանքներ կան Հայաստանի համար։ ԵԱՏՄ-ում մնալը գործնականում ինչ է տալիս Հայաստանին։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք տնտեսագետ Աղասիթ Հավադյանի հետ։ Իրականում բավականին բացասաբար, որովհետև եթե նայենք մեր դեպի Ռուսաստան ԵԱՏՄ արտահանումը, ապա 25%-ը այս պահին սանկցիաների տակ են։ Եթե հանենք վերաարտահանումը, ապա 50%-ը։ Նշեմ, որ 2018 թվականից սկսած մեր կառավարության ներքո դեպի ԵԱՏՄ արտահանումը գրեթե 5 անգամ աճել է։ Դեպի Եվրոմիություն անփոփոխ է մնացել, այսինքն այդ ուղղությամբ ստագնացիա կա։ Եվ մինչ այս պահը կոնկրետ քայլեր չեն արվել, որպեսզի դեպի Եվրոմիություն մեր արտահանումը ավելի մեծանա եւ մենք խաղաղել ենք այսպիսի արտարոց իրավիճակի մեջ, երբ որ մեր վերջնական արտադրանքի ավելացված արժեքով բավականին բարձր մեծ քանակությունը գտնվում է սանկցիաների տակ։ Եվ նշեմ, որ այդ ապրանքի գրեթե մեծամասնությունը 90 եւ ավել տոկոսը գնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Եվ այն հանգամանքը, որ այս զրույց հեռախոսազանգը մեր կողմից է արվել, արդեն իսկ ընդգծում է խնդրի դրվածքի մասին։ Իհարկե, այս խնդիրը լուծվում է, օրինակի համար ինչ վերաբերում է մրգին եւ բանջարեղեններին, այն արտահանվում է դեպի Վրաստան, այնտեղ պիտակը փոխվում է վրացական արտադրության ծագումով եւ վրացական արտադրությամբ ծագումով արտահանվում է արդեն մաքսատուրքով դեպի Ռուսաստանի Դաշնություն, սա ավելալ ծախսեր է ավելացնում մեր արտադրողների համար, հատկապես որ ռուսական ռուբլի ներքին շուկայում համեմատած արտաքին շուկայի հետ բավականին արժեզրկվել է, որը հավելյալ ծախսերի է բերում։ Որոշ ապրանքատեսակներ, օրինակ կտրված ծաղիկները, ընդհանրապես արտադրությունը կանգնել է, ներքին շուկայում գները գրեթե 10 անգամ իջեցրել են, որ գոնե ներքին շուկայում իրացվեն, բայց այդ բիզնեսը օրինակի համար իմաստ չունի Եվրոմիություն արտահանել, որովհետև այն ստեղծվել է ներկա գեոպոլիտիկ իրավիճակին հանդերձ։
որովհետև դեպի Ռուսաստան օրինակ եվրոպական ծաղիկները չեն արտահանվում սանկցիաների պատճառով, սակայն այնտեղ կա պահանջար։ Այդ պարագայում կտրված ծաղիկների սոխուկները բերում են Հայաստանի Հանրապետություն, Եվրոպայից տեղաճեցվում են եւ Ռուսաստանն արտահանվում բավականին մեծ եկամտաբերությամբ։ Այս պարագայում իմաստ չունի զուտնտեսապես սոխուկները բերել Հայաստանի Հանրապետություն, ստեղ աճեցնել եւ կտրել հետ վերադարձնել Եվրոմիություն։ Ձեր դիտարկմամբ այս տնտեսական լծակը ռուսական կողմը դեռ որքան է շարունակել օգտագործել եւ ինչ այլ ընտրանքներ կան Հայաստանի համար։ Տեսեք, ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ կետի մեր պետությունների միջև պետք է լինի ապրանքների ծառայությունների, ինչպես նաև կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ։ Այժմ խախտված են այդ հիմնարար ազատություններից երկուսը։ Խոսքը գնում է Հայաստանի միջև ապրանքների ազատ տեղաշարժի, որ այս պահին սահմանափակված է։ Սա հակասում է ԵԱՏՄ համաձայնագրին եւ մեր կառավարությունը դա ընդգծել է, որ առանց դրա ինչ իմաստ ունի ԵԱՏՄ ազատ շուկան, ասեմ, որ նախկինում էլ սահմանափակումներ չեն եղել են, բայց ոչ այսքան մասշտաբով ու այսքան երկարաժամկետ, եւ սկզբանե մեր կառավարության հաշվարկը եղել է, որ ընտրություններից հետո այս սահմանափակումները հանվել են, բայց տեսնում ենք, որ դրանք շարունակվում են, որը բերել է արտարոց իրադրությանը, եւ երկրորդ, որ այս սահմանափակումը եւ երկրորդ ազատությունը, որ այս պահին խախտված է, դա կապիտալի ազատ տեղաշարժն է ԵԱՏՄ երկրների միջև, որ Ռուսաստանի Դաշնությունն է սահմանափակել, մեկ տեսնում ենք, որ մեր հայկական բանկերը չեն ուզում, այսպես ասած, ռուբլի ընդունել եւ ռուբլին արքի գինը բավականին էժանացրել են, սա ոչ միայն վերաբերվում է այլ ԵԱՏՄ այլ պետություններին, օրինակի համար բելարուսական բանկերի 2/3-ը, հասկանում ենք, որ Բելարուսը բավականին սերտաճած է Ռուսաստանի Դաշնության հետ, այդ բանկերի 2/3-ը ընդունում են որոշակի վճար ռուսական ռուբլի ընդունելու պարագայում։ Հետևաբար ԵԱՏՄ-ում գործնականում մնալը ինչ է տալիս Հայաստանին։ Տեսեք, քանի որ մեր կառավարության օրոք դեպի ԵԱՏՄ արտահանումը գրեթե 5 անգամ աճել է 2018 թվականից այս կողմ եւ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել դեպի Եվրոմիություն արտահանումը մեծացնելու համար, այլ ոչ թե ԵԱՏՄ, այս պահին ԵԱՏՄ շուկայից հրաժարվել Հայաստանի Հանրապետության ավելի ցավոտ կլինի Հայաստանին, քան 2018 թվականին էր։ Իհարկե պիտի դիվերսիֆիկացիոն քայլեր անել եւ հստակորեն անել ոչ թե այս արտարոց դրության պարագայում չհաշվարկված մտածել, թե սեղանին փչացող ապրանքը որտեղ է գնում։ Իհարկե պիտի մեծացնել մեր արտահանումը ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ պետություններ, որպեսզի ավելի անկախ լինենք տնտեսապես։ Հետևաբար այստեղից հարց է առաջանում, թե այս ռուսական սահմանափակումներն ինչ կերպ են ազդել հայ արտադրողների վրա, արդյոք փորձում են արտադրանքի որակը համապատասխանեցնել օրինակ եվրոպական ստանդարտներին, եվրոպական շուկա մուտք գործելու համար։ Դա իհարկե պետք է եւ անհրաժեշտ է անել, այդ ուղղությամբ պետք է շարժվել, սակայն պետք է հասկանանք, որ այն ապրանքը, որը մենք արդեն արտադրել ենք, ի սկզբանե նախատեսված է եղել ռուսական շուկայի համար եւ հայցատերը այն է եղել։ Եվ դա նաեւ այն է ընդգծում, որ այդ ապրանքը ոչ թե գնում է այս պահին դեպի Եվրոմիության շուկա, որտեղ կան խնդիրներ, ասենք առաջին խնդիրը տարածության խնդիրն է, մինչև հասնում է Եվրոմիության շուկա, մի քանի շաբաթ է անցնում եւ փչանալու խնդիր կա, այլ գնում է Վրաստան եւ վրացական ապրանքի տակ մաքսատուրքով մտնում է դեպի ռուսական շուկա, ի սկզբանե նախատեսված հասցեատերը, որը այս պարագայում կարծես թե ավելի ձեռնտու է, բայց ելի մեծ տուժեր են կրում մեր արտադրողները։ Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի քաղաքական կողմի վերաբերյալ կզրուցենք միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանի հետ։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական Երևանի եւ պաշտոնական Մոսկվայի հաղորդագրությունները տարբեր շեշտադրումներ ունեին, որոնք են դրանց հիմնական ուղերձները։ Նախ շատ հետաքրքիր էր հենց հեռախոսազրույցի փաստը, քանի որ եթե հաշվի առնենք, որ ռուսական կողմը դեռևս չի շնորհավորել Հայաստանի գործող իշխանություններին ընտրություններում դրանց հաղթանակի կապակցությամբ, շատ հետաքրքիր է այն, որ պաշտոնական շփումները այնուամենայնիվ պահպանվում են։
Եթե դիտարկենք երկու հաղորդագրությունները, ապա այո, իսկապես հայկական եւ ռուսական կողմերի հաղորդագրություններում կային տարբերություններ։ Երկու կողմն էլ թերևս շեշտել էին այն հատվածները, որոնք վերաբերում էին հենց երկու ղեկավարների հայտարարություններին, այսինքն ռուսական կողմը նշել էր հենց այն ինչ որ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել էր այն ուղերձները Վլադիմիր Պուտինը, իսկ հայկական կողմը նշել էր հիմնականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները։ Այստեղ կարևոր է, որ ռուսական կողմի շեշտադրումները հենց հաղորդագրության մեջ շատ չոր էին, հաղորդագրությունը շատ կարճ էր եւ շեշտը դրված էր հիմնականում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև, այսպես ասած, այդ արհեստական ընտրության թեմայի վրա եւ առաջ էր մղվում Հայաստանում այդ թեմայով հանրաքվեի անցկացման գաղափարը։ Հայկական կողմի հաղորդագրության մեջ էլ ավելի այսպես առարկայական էր, բարձրացված էին այդ թիվները, որոնք այսպանին կան հայ-ռուսական հարաբերություններում եւ որոնք ըստ էության բարձրացանել է վարչապետը, նաեւ այն հատվածներ, որ պետք է հարաբերություններում այդ թիվները կարգավորվեն կառուցողական երկխոսության եւ գործընկերային դրամաբանության տեսքով եւ ինչպես նաեւ Եվրամիության հարցի շուրջ, հանրաքվեի հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումներ ներկայացված եւ միայն Այսինքն հանրաքվեի հարցը դառնում է անխուսափելի, կարող ենք այդպես արձանագրել։ Այո, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, թե այսպես սովորութային իրավունքով հարցը պիտի դրվի հանրաքվեի։ Ինչու է շտապեցնում ռուսական կողմը։ Հիմա այստեղ հարցի առաջանում, թե ինչու է շտապեցնում ռուսական կողմը եւ հաղորդագրություններից տպավորություն էր, որ կողմերից ոչ մեկը չի պատրաստում փոխել իր մոտեցումները, ինչ կերպ կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները։ Իրականում այո, այստեղ կա շտապողականության էլեմենտ, որովհետև սովորաբար, եթե չեմ սխալվում, 15 երկիր անցկացրել է հանրաքվե, բայց դա հիմնականում տեղի ունեցել գրեթե բոլորի դեպքում անդամակցության շուրջ պայմանագրի ստորագրումից հետո, այսինքն փաստացի հանրաքվեի է դրվել այն հարցը, թե ժողովուրդը կողմ է արդյոք այդ փաստաթղթի վավերացմանը։ Եվ որ արդեն կա բոլոր 27 անդամ պետությունների հավանությունը անդամակցությանը։ Իսկ այս փուլում հանրաքվեի անդամակցությունը այո շտապողականություն է եւ կարծում եմ, որ ռուսական կողմը մի քանի նպատակ է հետապնդում, նախ այսպես փորձ է արվում դժգոհությունը ցույց տալ Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերությունների խորացման մասով։ Բացի այդ, եթե տեսեք, ենթադրենք հանրաքվեի է դրվում հարցը, թե այոյի, թե ոչի դեպքում, հաղթանակի դեպքում որոշակիորեն փակուղի կարող է մտնել այս գործընթացը։ Ու նաև ռուսական կողմի նպատակներից մեկն այն է, որ Հայաստանը ինչ-որ առումով դադարեցնի այդ եվրոինտեգրման գործընթացը եւ մերձեցումը Եվրամիության հետ ու նաև դրանով են պայմանավորված վերջին շրջանում հայկական մի շարք ապրանքատեսակների մուտքի արգելքը ռուսական շուկա։ Ռուսաստանի տարածքում Վայլդբերրիսի մի քանի լոգիստիկ կենտրոնների վրա իրականացված հարձակումները ազդել են նաև հայկական բիզնեսի վրա։ Մեծաթիվ հայ վաճառողների ապրանքներ պահվում էին հարձակման ենթարկված պահեստներում։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանը։ Միլենա Մելիքսեթյանն արդեն ավելի քան 4 տարի է Վայլդբերրիսում վաճառքով է զբաղվում։ Տարբեր շրջաններում ամենատարբեր իրեր է վաճառել ու վաճառքից անել։ Այս պահին խոհանոցային պարագաներ եւ դիմահարդարման թարթիչներ է վաճառում։ Վայլդբերրիսի հետ կապված բոլոր նորությունների մասին վաճառողները ծանոթվում էին, ասում է, բայց ոչ այս անգամ։ Այս անգամ համացանցում տարածված կադրերն ավելի օպերատիվ տեղեկատվություն փոխանցեցին։ Պայթյունի հետ կապված կադրերը տեսնելով արդեն լիարժեք պատկերացում կազմեցի, թե ինչա տեղի ունեցել, ինչ լայնամասշտաբ պայթյուն է տեղի ունեցել ու նաև ցավոք սրտի հասկացա, որ դժվար թե այդ պահեստում որևիցե ապրանք մնացած լինի։ Բնականաբար այդ պատկերները տեսնելով իրավիճակը հասկանալով, թե ինչ է կատարվել ու ինչ իրականության մեջ ենք հայտնվել, առաջին բանը, որ զգում ես, դա կորստի ցավն է։ Առաջին խոշոր պահեստի էլեկտրոստալի պայթյունի մանրամասները հետո հայտնի դարձան։ 250,000 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող պահեստը 100-ից 150 միլիարդ ռուբլու ապրանքով մի գիշերում օդ բարձրացավ։ Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի Վայլդբերրիսի լոգիստիկ կենտրոնների վրա ուկրաինական հարձակումները դրանով չսահմանափակվեցին։ Ավելի ուշ, հուլիսի 22-ին էլ դրոնների թիրախում հայտնվեց Վայլդբերրիսի Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքների պահեստները։
Հուլիսի 25-ին ուկրաինական կողմը ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերով հարձակվեց Եկատերինբուրգի, Սարատովի, Դոնի-Ռոստովի, Բելգրադի եւ Ղրիմի վրա։ Եկատերինբուրգում հարված հասցվեց նաեւ Վալբերիսի պահեստին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանի կողմից օգտագործվել են անօդաչուների եւ նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ պատժամիջոցային բաղադրիչներ մատակարարելու նպատակով։ Վալբերիսում 4-ից 5 հազար հայ վաճառող կա։ Խոսքն ակտիվ վաճառողների մասին է։ Ընդհանուր առմամբ նրանց թիվը կարող է հասնել մինչև 10,000-ի։ Հայ վաճառողները Վալբերիսում գործունեություն ծավալելու հնարավորություն են ստացել 2022 թվականի հուլիսի 17-ից։ Այսպիսով, նրանք կարողացել են դուրս գալ մոտ 200 միլիոն բնակչությամբ շուկա։ Հայ վաճառողներն ավելի շատ վնաս կրել են էլեկտրոստալի պահեստի պայթյունից։ Տարոնն արդեն 6 տարի է, ինչ Վալբերիսում վաճառքով է զբաղվում։ Համարում է, որ իր տարիների աշխատանքն այս միջադեպի արդյունքում զրոյացել է։ Իմ ներդրումը իմ ռեսուրսների հետ համեմատած համարում եմ բավականին բարձր կորուստ, որովհետև սա հենց այն շրջանն է, երբ որ մենք մեր ապրանքները համալրում ենք։ Սեպտեմբերի 1-ից առաջ, Սևուրփաթից ու Նոր տարուց առաջ արդեն համալրման process-ներն են գնում։ Գումարած դրան հաշվի առնելով մայիսի 1-ից Հայաստանում առաջացած խնդիրները, որ գրեթե հնարավոր չի Հայաստանից ապրանք վաճառել ԵԱՏՄ շուկաներ, ելի շատ ապրանքներ, որոնք մենք Հայաստանից ենք վաճառում, ուղղել ենք, որ դեպի ռուսական շուկայից վաճառենք։ Եղածն արդեն եղել էր, պետք էր քայլեր ձեռնարկել, ասում է Միլենան։ Նա որոշեց ինստագրամյան հարթակով բարձրաձայնել իր կորուստների մասին։ Այսպես վարվեցին նաև բազմաթիվ հայ եւ օտարերկրացի օգտատերեր։ Մեծ զրույցում Վալբերիսի հայաստանյան գրասենյակից տեղեկացրել են, որ լոգիստիկ համալիրների տարածքների եւ այնտեղ պահվող ապրանքների զգալի մասը հաջողվել է պահպանել։ Բոլոր պահեստներում իրականացվել է աշխատակիցների օպերատիվ տարհանում եւ ապրանքների վերաբաշխում տարբեր պահեստների միջև, ապահովելու դրանց ավելի արդյունավետ շրջանառությունն ու գործընկերների բիզնեսի կայուն աշխատանքը։ Պայթյուններից հետո Վալբերիսի գրած գումարային վնասն ավելի մեծ էր, ասում է Տարոն Պապիկյանը։ Եթե նորմալ adekvat գնահատենք, բոլորս էլ հասկացել ենք, մշտապես հասկացել ենք, որ կան ռիսկեր, կան ռազմական ռիսկեր։ Հունիսի 16-ին Վալբերիսի նույն էլեկտրոստալի պահեստը դրոնային հարվածներ ստացավ, որի արդյունքում մեծ հրդեհ չբռնկվեց, մեծ վնասներ չեղավ։ Ու Վալբերիսը հուլիսի 7-ին, այսինքն փաստացի մեր բոլորի հաշվի առաջ տեղ ունեցած հարցակումներից հետո, էլեկտրոստալ պահեստի վրա հարցակումից հետո, Վալբերիսը հուլիսի 7-ին այո իր օֆերտան, բայց կնիրա հրապարակային պայմանագրում ավելացնում է կետ, որտեղ այսպես ասած նշվում է, որ պատերազմական իրավիճակներով պայմանավորված վնասները, այդ թվում դրոնային հարվածներով պայմանավորված վնասները ինքը այլևս չի փոխհատուցելու։ Վալբերիսի հիմնադիր Տատյանա Կիմը Տելեգրամի իր պաշտոնական ալիքում հայտնել է, որ էլեկտրոստալի լոգիստիկ համալիրում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած վաճառողների գումարները կփոխհատուցվեն։ Վաճառողների շատերը որոշակի փոխհատուցումներ ստացել են։ Իհարկե փոխհատուցումը դեռ բոլորին չի տրվել, իսկ ում էլ որ տրվել է շատ չնչին տոկոսով է տրվել, բայց ամեն դեպքում պետք է փորձենք լինել լավատես։ Թե ում ինչքան կփոխհատուցվի կամ կփոխհատուցվի արդյոք բոլորի վնասները, պարզ կդառնա ավելի ուշ, իսկ հիմա հստակ ու պարզ է մի բան. պատերազմը սահմաններ ու կողմեր չի ճանաչում, մտնում է բոլորի տներն ու խաթարում մարդկության խաղաղ եւ արժանապատիվ կյանքը։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաշխե թողնեք օրվա կարևոր նորությունները։